Գարնան գալը միշտ խորհրդանշվում է գարնան առաջին ծաղիկով, ձնծաղիկով։ Մեր մոտ արդեն ծաղկել են ձնծաղիկները, սակայն ոչ բոլորս ենք հասցրել հիանալ նրանցով, քանի որ եղանակային վատ պայմանները նրանց ծածկել են սպիտակ սավանով, բայց նրանք դեռ քնած չեն, արթուն են ու սպասում են արևի շողերին, որ ժպտան իրենց նուրբ թերթիկների տակից։ Թե ինչպես գիտեք, գարունը նախ եւ առաջ գալիս է ձնծաղիկով, առաջին ծաղիկը համարվում է ձնծաղիկը։ Եղանակային պայմաններից ելնելով այսօր ձյուն է, սակայն մեկ շաբաթ առաջ հիանալի եղանակ էր, գարունը այնպես եկավ, որ նույնիսկ ձնծաղիկը արդեն դուրս էր եկել հողից, սակայն ձյան պատճառով, եղանակի պատճառով այսօր չեն երևում, սակայն հուսով եմ 2 օրից, 3 օրից արդեն մեր ձնծաղիկը կերևա։ Ձյունն էլ վերջապես կհալվի, արդեն հոգնեցինք միայն սպիտակը տեսնելով, ուզում ենք այլ գույներ, գարնանային վառ գույները տեսնել։ Դե գարունը գիտեք, շատ մարդկանց համար սիրված է։ Այն բանով, որ ծառները ծաղկում են, ծաղիկները ծաղկում են, աշխատանքի է դուրս գալիս ժողովուրդը։ Ձմռանը այդքան էլ աշխատանք չկա, հատկապես գյուղացիների համար։ Այ բացվում է գյուղատնտեսությունը կամաց փուլ առ փուլ, հետո հունց, միջև աշունք բերքահավաք։ Թռչուններից արագիլներն են գալիս ամենաառաջինը, դեռ մարտի 3-ից մեր գյուղում արդեն կար, 3 ընտանիք եկել էին արագիլների։ Այ չվող թռչունները գալիս են մոտ մարտ ամսի վերջ, ապրիլ ամսի մեջտեղ, որովհետև այ եղանակը հենց այդ ժամանակ է տաքանում, արդեն ինչից է պայմանավորված, գետերը հալվում են գորտերով, մկներով, այ հենց դա է, որ եթե թռչունը գա ոչ մի բան չլինի, ինչով պետք է սնվի, այ հենց դա է, դրանից է կախված։ Եվ եղանակային պայմանները, ինչպես այսօր տեսնում եք, հիանալի է, շատ տաք է։ Հուսով եմ մինչև երեկո կամ վաղը արդեն ձյունը կհալվի։